Ողջույն բոլորին, շարունակում ենք հյուրընկալել մեր տաղավարում շատ հետաքրքիր եւ տաղանդավոր մարդկանց, ովքեր կապ ունեն հոռեկա բիզնեսի զարգացման հետ։ Այսօր իմ հյուրն է շատ երիտասարդ, շատ տաղանդավոր մի տղա, ով 10 տարի առաջ սկսել է իր գործունեությունը խոհարարից, աշխատել է տարբեր հաստիկներում, ռեստորանում եւ հիմա զբաղվում է ֆուդ բլոգինգով։ Իմ հյուրն է Աբրահամ Բաբիկյանը։ Ողջույն Աբրահամ։ Ողջույն Սյուզի ջան։ Շնորհակալ ենք այսօր մեզ հյուր լինելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, հաճելի է շատ։ Շատ ուրախ եմ, որ ժամանակ գտար ու եկար։ Մենք այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ շատ երիտասարդ տղա, ով խոհարարությունից անցել է բլոգինգի, ոնց ստացվեց։ Մի փոքր քո մասին կպատմես մեր հանդիսատեսին, լսի քո պատմությունը։ Պատմեմ պատմություններ, որոնք առաջին անգամ եմ պատմում։ Երևի թե ամենաճակատագրականը սեպտեմբերի 7-ն էր, երբ պետք է գնայի Թիֆլիս սովորելու եւ հենց այդ օրը գալիս եմ Երևան։ Այս ամենը հետագայում ինձ թվում է կպատմեմ ավելի մանրամասն, բայց այո, սեպտեմբերի 7-ը ես միշտ համարում եմ կյանքի ամենաճակատագրական օրը եւ 7 թիվը շատ եմ սիրում, չգիտեմ ինչի ամեն ինչը կապված է այդ 7 թվի հետ ու սեպտեմբերի ու օգոստոսի, որովհետեւ իմ կյանքի ամենամեծ փոփոխությունները ինչ լինում է իմ կյանքում դրանք լինում են օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, տարբեր առաջարկներ, թե երկրից գնալ, թե աշխատանքային, թե sense խառը պահեր, միշտ սեպտեմբեր է լինում, չգիտեմ ինչի, դենց է։ Ոնց սկսվեց, քանի որ Հայաստան եկա, Վրաստան ընդունվել էի համալսարան, պետքա սովորեի, Հայաստան արդեն ուշ էր համալսարան ընդունվելու համար, եւ սիրում էի խոհարարություն, ասի լավ, սովորեմ խոհարարություն, աշխատեմ խոհարար եւ հաջորդ տարի կընդունվեմ համալսարան, համ կաշխատեմ, համ կսովորեմ, եւ այդպես էլ եղավ, սովորեցի խոհարարություն եւ մի քանի ամիս ինչ աշխատում էի արդեն խոհարար Գարեջրի ակադեմիայում եւ որոշեցի նաեւ պետքա սովորել համալսարան, չմոռանանք ինչի համար եմ եկել Հայաստան։ Այո, սովորեցի տնտեսագիտություն, ավարտել եմ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը, որի մասնաճյուղը Երևանում է։ Այդ ընթացքում աշխատում եմ խոհարար, սովորում եմ համալսարան, ընթացքում արդեն դուրս եմ գալիս խոհարարությունից, որովհետև համալսարանի այդ թեժ պահերն է տասերի քննությունների, քանի որ գրաֆիկը խոհարարի շատ ծանր է, որոշում եմ աշխատեմ մատուցող։ Իրական պատկերացնում եմ ավելի հեշտ է մատուցող աշխատելը, բայց կրկնակի եռակի ավելի բարդ էր աշխատել մատուցող, քան խոհարար, երբ շատ քաշված տղա ես, քաշված ես, որ բառով ես խոսում, մի հատ էլ մարդկանց հետ ամաչում ես մոտենաս խոսած, իրականում դա ինձ շատ մեծ բան տվեց աշխատել մատուցող ու սովորում ես ավելի շատ հոգեբանություն ու մարդկանց, իսկ խոհանոցում դու մենակ ուտելիքների հետ ես եւ թիմի հետ ես աշխատում, իսկ այստեղ դու թիմի հետ, մարդկանց հետ, տարբեր մտածելակերպի, տարբեր ազգերի եւ լրիվ աշխարհայացքը եւ ամեն ինչ փոխվում է եւ այդ ընթացքում կրկին որոշեցի վերադառնալ խոհանոց, բայց այդ ժամանակ մրցույթ կար Armenia TV-ով, թեժ խոհանոց, որոշեցի մասնակցել, լրիվ պատահական, ասի լավ մասնակցեմ, ինչ կլինի, ոնց որ անցա ֆինալ եւ մինչեւ եւ երկրորդ տեղը գրավեցի եւ սովորեցի Երեմյան ակադեմիայում անվճար, բայց բացս այնքանով չբերեց, այդ ընթացքում կորոնավիրուս, պատերազմ եւ sense եւ համալսարանը ավարտեցի այդ նույն թվականին եւ ակադեմիան ավարտեցի եւ ոչ մի բան չկա անելու, պարապ տունը նստել, կրկին աշխատեցի մատուցող, ընթացքում խոհարար, հուշակագործ, այդ երեք աշխատանքը համատեղեցի իրար հետ, մինչև 2022 թվականը, որ վերջնական որոշեցի, վերջ, ես ռեստորանային ոլորտից պետք է հելնեմ եւ սովորեցի UX design։ Այդ ընթացքում 2022-ի վերջ մի հատ հոլովակ եմ հրապարակում Instagram-ում, լրիվ պատահական, պատրաստում եմ բաներ խաչ եւ այդ վիդեոն մեկ օրվա մեջ 500,000 դիտում է հավաքում, ասում եմ, վաու, հետաքրքիր է։ Եվ այդտեղից միտք առաջացավ բլոգ բացել, բայց քանի որ դեմը նոր տարի էր եւ պետք է ավարտեի UX դիզայնը, որոշեցի լրիվ վերջնական ավարտեմ, հետո մի բան կանեմ եւ 2023 թվական երևի փետրվար-մարտ ամիսից արդեն հստակ միտք կար, թե ինչ պետք է նկարեմ եւ ուղղությունը ուր պետք է գնա։ Քանի որ շուկայում չկար
հայկական խոհանոցը ներկայացնող food blogger, ոչ տղա, ոչ աղջիկ, կամ ես չէի տեսել, որոշեցի պետք է պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք մոռացված են, որոնք ոչ մեկ չի հիշում եւ համ մշակույթ է զարգացնում, համ այն հինը առաջ ես բերում մոռացված ուտեստները եւ մարդկանց տալիս ես էմոցիա եւ հիշողություններ։ Եվ դեմի շրջանում պատրաստեցի այն ուտեստները, որոնք տատիկս էր պատրաստում, ես հիշեցի այդ համերը, ինչ որ փորձել եմ 10 տարի առաջ, դաժե ավելի շատ պաներ խաշներ, թաթար բորակիներ, հալվաներ, խավիցներ, եւ այդ ամենը պատրաստելով ես հիշում եի գնում էի հետ մանկություն, այդ համերին էի վերադառնում եւ իմ մանկության վառ հիշողությունները կախված են համի հետ, ուտելիքների հետ, թոնիրը, այն կարտոֆիլը, որ մենք ենք ցանում, այն բանջարեղենը, մրգերը, որ հավաքում ուտում ենք, եւ այդտեղից առաջի հոլովակը հիշում եմ, որտեղից էջը առաջ գնաց, գաթա պատրաստեցի։ Եվ այդտեղից ոնց որ հետևորդներն ավելացան, մեկ ամսվա մեջ ոնց որ զրոյական էջը դարձավ համարյա 10,000 ու ավել, եւ այդպես առաջ գնաց, կարծում եմ ստացվեց այն, ինչ ես ուզում էի։ Ստացվել է, շատ սիրուն է ստացվել, նաեւ ես քո մոտ սիրում եմ քո բլոգները, որոնք որ վերաբերում են նաեւ մշակույթին, գյուղեր, հետաքրքիր ավանդույթներ, այդ միտքը ոնց է ավելի այս ուղղությամբ, երբ որ սննդի պատմությունը վերականգնեցիր, այդպես նաեւ այդ միտքը առաջացավ։ Սնունդը եւ մշակույթը եւ այդ պատմությունը շատ փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ ամեն ավանդույթ, ամեն ծես ունի իր ավանդական ուտեստը։ Նույնը հիշում եմ երեխա ժամանակ ինչ ենք պատրաստում զատիկին, նոր տարվան, գարնան շեմին ինչ են պատրաստում, աշնանը ինչ են պատրաստում, նաև շատ դակիր ավանդույթներ կար, որ պաղպաղակի բանն եմ ես ամենաշատը հիշում, երբ ամառ է լինում, ու տեղ գյուղերում դենց չէր պատճառում պաղպաղակ, հիշում ամիսը մի անգամ բերում են, այնել սենց հիշում եմ, մենք երեխեք շատ էինք, սենց ամեն պաղպաղակը գիսում ենք երկու մասի, որ սենց ամենքից կես հասնի, բայց բացի դրանից մենք երբ անձրև չէր գալիս, գուլպատիկ էինք անում, տենց էինք ասում ենք այդ ծեսը, ոնց որ գուլպատիկ է եկել է, շալեշապի քաքել է, կովեն հավկիտ կուզե, կարմիր հավեն հավկիտ, կովեն կատ կուզե, կարմիր հավեն հավկիտ կուզե, եւ այդպես մի հատ խաչ էինք անում կամ ցախ ավելի պես ինչ որ մի բան շորեր էինք հագցնում, երեխեքով բռնում էինք ու տենց երկելով տներից հավկիտ էինք հավաքում, որ տատիկս մեզ համար պաղպաղակ սարքի, եւ այդպես հավկիտները հավաքում բերում ենք եւ տատիկս պաղպաղակ էր սարքում եւ իրոք անձրև գալիս էր, ինչքան էր զարմանալի, երևի այդ երեխայական այդ հավատքն է, որ ասած հավատում ես ինչ-որ բան պետք է լինի եւ լինում է։ Եվ այդպիսի ծեսեր ավանդույթներ շատ եմ հիշում դեռ մանկությունից, որոնք որ ես տեսել եմ կամ տատիկս է պատմել, որ հիշում եմ ես եւ որոշեցի բլոգով ցույց տալ։ Որոշեցի դրանք նույնպես ցույց տալ։ Շատ հետաքրքիր է։ Աբրահամ, կասես դժվարությունների մասին, այս 10 տարի տարբեր ոլորտով, այսպես ոլորտում տարբեր հաստիկներով եկել ես ու վստահ եմ ինչ որ դժվարություններ ունեցել ես թե խոհարարություն, թե մատուցման մեջ։ Այդ դժվարությունները նպաստել են, որ դու դուրս գաս, թե դրանք օգնել են քեզ, որ այսօր դու հենց այս բլոգը վարես։ Ինձ թվում է, եթե այդ ամենը չլիներ, ես բլոգ չէի վարի։ Աշխատելով խոհարար, ես երազում էի ազատության մասին։ Այո, ազատության մասին, որովհետև խոհանոցում դու ժամերով աշխատում ես եւ շատ քիչ ես հանգստանում, միշտ հոգնած ես լինում, միշտ պատվերների մեջ ես լինում, մրգզավանջային երազներ ես տեսնում, ոնց է սոխյորակ պատրաստում։ Ես միշտ դա հիշում եմ։ Որոշեցի դուրս գալ ավելի արև տենալու, ավելի ազատ շփվելու, ավելի մարդկանց տենալու։ Երբ տեսա մարդկանց, երբ աշխատեցի սպասարկման ոլորտում, ես հասկացա, որ ինձ պետք է մի բան, որ չաշխատեմ սպասարկման ոլորտում, որովհետև մի քիչ ուրիշ է, երբ դու խոհար ես աշխատում ես մատուցող, ասենց բոլորին հասկանում ես շատ լավ, խոհարը ինչի է պատվեն ուշացնում, մատուցողը ինչի անդե գոռում, չգիտես դու խոհարին պաշտպանես, թե մատուցողին պաշտպանես, որտեղ դու համ դա ես եղել, համ ստա ես եղել, դա շատ բարդ է այդ ամեն ինչը։ Երբ աշխատում էի մատուցող, ես երազում էի այդ աշխատանքից դուրս գալու մասին։ Ինչ անել, որ իմ սիրած զբաղմունքը, իմ սիրած աշխատանքը դարձնել
հոբի եւ հոբին դարձնել աշխատանք եւ լավ հիշում եմ, երբ աշխատում էի մատուցող դմբուշկի կողմներ, կարանտիներ, ասում էի ինչ կարելի է անել, որ չաշխատել մատուցող ու ինչ որ մի ձև ուրիշ ձև գումար աշխատել եւ ավելի որ ազատ լինես, ասի բլոգ կարելի է բացել եւ մի հատ տղա իր հետ կանգնած այդ ենք խոսում 3 միտք ունեի բլոգի պահով, դեռ Հայաստանում չկա, մեկը փորձարկումներ, մյուսը հենց այսպես պատրաստելը, երրորդը լրիվ պրոֆեսիոնալ խոհանոցում պատրաստելը, եւ երևի 3-ից ամենա տարբերվողը ամենա ինձ մոտը արեցի եւ դա ստացվեց իմ մոտ բնության մեջ փողոցներում իմ համար ասենց շատ ոգևորող երազանքի պես ինչ-որ բան էր Երևանի փողոցներում ինչ-որ վիդեո նկարել, բան պատրաստել եւ որը որ արեցի իմ համար ասենց հիմա որ նայում եմ հետ ինչ ոգևորվածությամբ եմ այդ ամեն ինչը արել ասենց ուրախ նայում եմ էլի այդ ամեն ինչին որովհետեւ կարողացել եմ հասնել նրան ինչին որ ես այդ տմբուշկի մատուցող այդ տմբուշկի տանախ պատարակով երազում էի որ նայս կլինի մի օր որ մատուցող չաշխատեմ եւ եղավ այդ օրը Ավրամ եղել է ինչ որ պահեր որ դու այսպես հոգնես բլոգից ուզենաս ինչ որ մի այլ բան էլ փորձել թե բլոգը արդեն հենց զգում ես որ քոնն է ու դու սրա մեջ ես քեզ գտել այդպիսի դեպքը ինձ թվում է բոլորի մոտ լինում է երբ բլոգ իրականում շատ հոգնեցնող է ինքն իրանով երբ շատ ես խոհանում դու ամբողջ օր հեռախոսի մեջ ես եւ զգում ես երբ որ ձեռդ է հոգնում կամ ուղեղը լրիվ հեռախոսի մեջ է ասենց անընդհատ ասենց ուզում ես նայես փշպորես այո եղել է դեպք երբ ուզեցել եմ դուրս գամ բայց այս վերջերս հետաքրքիր առաջարկ ստացա որը որ մի փոքր շարեց ինձ բլոգից լավ իմաստը որովհետեւ ուզում եմ ինչ որ մի բանով զբաղվեի որ քիչ հեռախոս խառնես կամ մարդկանց հետ ավելի շփման ռեալ շփման կարիք ունեի դե որ 2 տարի արդեն չեմ աշխատում ուզեցա կրկին վերադառնալ ռեստորանային ոլորտ բայց այս անգամ որպես մենեջեր ռեստորանային ոլորտը մեկը քաշում է այո ի վերջում ամենամեծ նպատակը որ կա դա իմ սեփական ինչ որ մի հատ կաֆե ռեստորան ինչ որ մի տենց տեղ ունենալը որը որ իմ մտքի մեջ ինքը եփվում է անընդհատ իմ գլխում հուսամ մի օր վերջնական կեփվի եւ դա կռեալիզացնեմ այո վստահ եմ որ կարողանաս կարծում եմ կլինի շուտով Որն է քո մոտիվացիան ինչն է քեզ այսպես տեմպ տալիս մոտիվացիա տալիս որ դու ոլորտում 10 ավել տարի ես հետ ես եկել նորից ոլորտ ու այսպես շատ հետաքրքիր գործունեություն ծավալելով նաև ռիսկային գործունեություն ծավալելով այսօր երիտասարդ տղա պահում ես քեզ պահում ես այսպես հետաքրքիր բլոգ շատ հետաքրքիր որն է քո մոտիվացիան Այնքան բարդ հարց է այս մոտիվացիայի պահը եթե սխալ կլինի որ ասեմ ինչ որ մեկից մոտիվացիա է տալիս չէ ավելի շատ այն մտքերը որ գալիս են մտքիս մեջ որ մտածում եմ սենսի կարելի է անել այնի կարելի է անել այս ավելի մոտիվացվում եմ ու փորձում եմ դա ռեալիզացնել իրագործել որովհետև այս ամեն ինչը խաղ է ես ու ոնց որ դու պետքա վերջնակետին հասնես բայց վերջնակետը միշտ փոխվում է ուրիշ ուղղություն տանելով եւ այդ երբեմն լինում են լիցքեր ես այդ լիցքերը դրական զգում եմ եւ կարող ասենց հանգիստ ինչ որ նստած եմ կամ ինչ որ խոսում եմ ես զգում եմ ուժեղ դրական լիցքեր ու ասում եմ ոնց որ չեմ կարող բացատրեմ ինչա կատարվում եւ ահա որ մեծ էներգիա է գալիս ու սենց ավելի դրական լիցքեր եմ զգում ու այդտեղից ինչ որ հավես մտքեր են գալիս ինձ որոնք որ մտածելով պատկերացնելով այդ ամեն ինչը ես ոնց որ տանում է դեպի այդ կողմ եւ անում եմ այդ ամեն ինչը Ինձ շատ հետաքրքիր է նաեւ հորեկա բիզնեսում այսքան երկար տարիներ լինելով ու նաեւ զուգահեռ հիմա բլոգ ես վարում Այս բլոգ վարելը ինչով է քեզ օգնում ինչ է քեզ տալիս օրինակ ճանաչելիություն ինչ որ մեկը վարում է բլոգ որ ճանաչելի լինի մյուսը վարում է ինչ որ ինքը բլոգը քեզ ինչով է օգնում բլոգը նախ առաջին ես sense եմ կարծում եթե կա բլոգ կա ուրեմն միտք ինչ որ նպատակ դրան տանելու իմ հիմնական միտքը հայկականը զարգացնել առաջ տանելն էր եւ այն ինչ ստացվում է իմ մոտ որով որ պետք է ինչ որ մի բան անել բլոգը հիմնականում երևի այն աշխատանքն է, որը սիրում եմ ու մեծ սիրով եմ անում, որը եւ հոբի է, եւ աշխատանք է, եւ մոտիվացվում եմ ավելի դա անելով։ Քեզ որտեղ ես տեսնում մի քանի տարի հետո։ Խոհանոցում, սրահում։
Դա այնքան բարդ հարց է մի քանի տարուց։ Ես իրականում մեծ նպատակներ ունեմ։ Կուզենայի ինձ մի քանի տարուց տեսնել լրիվ երբ սփռված ավելի edge-ը, այսինքն ինքը դուրս եկած Հայաստանից, ինքը հիմա էլ է դուրս եկած Հայաստանից, բայց դրսի հայերի միջոցով, բայց կուզենայի ինքը դուրս գար ամբողջ աշխարհով տարածվեր, դա շատ եմ ուզում։ Նաև մի քանի տարուց կուզենայի իմ խոհարական դպրոցը ունենայի եւ ինչ որ սննդի կետ, որտեղ մարդիկ կարողանան գան, փորձեն հին հայկական ավանդական ուտեստները։ Իրականում շատ մեծ գործ ես անում, քանի որ մեր հայկականը, ավանդականը, ազգայինը մենք ինչքան շատ ներկայացնենք մեր երկրում, մեր նոր սերնդին եւ նաեւ արտասահմանին այլ օտար երկրացիներին, դա մեր այսօրվա հաղթանակը կլինի։ Մենք ունենք շատ ուտեստներ, որոնք որ հայկական են ու դրանց շահերը մենք աշխարհում պաշտպանելու կարիք ունենք։ Ու քո նման ինչքան շատ մարդիկ վարեն այդ բլոգը, խոսեն հայկականից, ազգայինից, մենք այսօր մեկ քայլ առաջ կլինենք, գոնե աշխարհում մեր ուտեստը, մեր մշակույթը ցույց կտանք։ Աբրահամ, լինելով երիտասարդ հայ տղա, ազգայինը սիրող, ազգայինը ներկայացնող, ինձ հետաքրքիր է դու մեր կողմից առաջարկ ստացար նաև լինել մեր մագազինում, որը որ միջազգային է արդեն լինելու, ներկայացվելու է Էմիրատներում, Հայաստանում, տարբեր տեղերում։ Օրինակ մեր մագազինում ոնց կուզես ներկայացվես դու, ինչ մեսիջ կուզես տաս քո մասին, որպես բլոգեր, որպես խոհարար, որպես ինչ ես ուզում քո մասին մարդը ճանաչի, ոնց որ Աբրահամը ով է, բլոգերը, խոհարարը, հոռեկա ոլորտի մասնագետը, ոնց ես ուզում հայտնի լինես աշխարհին։ Մարդ, ով ուզում է հայկականը առաջ տանի եւ հայկական խոհանոցը ցույց տա բոլորին, ինչքանով որ ինքը կարող է իր ուժերի սահմաններում։ Իսկ քո պատրաստածը որտեղ կարող ենք ուտել։ Փողոցներում պետք է հանդիպենք։ Պետք է կազմակերպել դա կամ շուտով նաև մտքեր կան, ինչ որ թեթևակի կամ քաղցրավենիք կլինի դա կամ այլ մեկ բան վաճառքի հանելու, բայց ես կուղարկեմ։ Հենց եկավ։ Շատ շնորհակալ եմ ժամանակիդ համար։ Ես քեզ մաղթում եմ հաջողություն, քանի որ դու այսօր շատ հետաքրքիր ու սիրուն գործունեություն ես ծավալում, ներկայացնելով հայկականը, ներկայացնելով դնելով մեծ էներգիա ուժ, ես ինքս երբ որ վարում եմ բլոգ, այսպես ամեն օր արդեն ասում եմ մի հատ վիդեո նկարեմ ու այդ մի հատ վիդեոն կարող է մի ամիս չնկարվի, չմոնտաժվի, քանի որ դա շատ մեծ էներգիա է պահանջում։ Այսօր դու շատ լավ աշխատում ես այդ ուղղությամբ, ես քեզ նախ շնորհավորում եմ, մաղթում եմ քեզ շատ հաջողություններ ոլորտում, ոլորտից դուրս, քո բոլոր նպատակներին այսպես հասի ու շատ արագ բացի քո ռեստորանը, որպեսզի քո պատրաստածները կարողանան գալ ուտենք։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, շատ հետաքրքիր հարցազրույցը։ Ձեզ էլ հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ։ Մեր հետ էր Աբրահամը, ֆուդ բլոգեր, խոհարար, հոռեկա ոլորտի մասնագետ, մեր ազգում, մեր երկրում ինչքան շատ լինեն նմանատիպ երիտասարդներ, մենք այսօր շատ հետաքրքիր հաղթաթղթեր կունենանք աշխարհին ներկայացնելու։ Թե ինչ, շնորհակալություն մեզ դիտելու համար, շարունակեք մնալ մեր հետ հաջորդ թողարկումները տեսնելու համար։